Գրատախտակների նմանվող վահանակները մի քանի օր է հայտնվել են Գյումրիի տարբեր թաղամասերի շենքերի պատերին։ Նորություն են այս ընտրություններում։ Մինչ այդ անցած գնացած ընտրությունների քարոզչական նյութերը կուսակցությունների ու թեկնածուների մասին պատմող շենքերի եւ այլ շինությունների պատերից, խանութների ապակիներից կախված կարելի էր տեսնել։ 2 մետր երկարության եւ 1 մետր բարձրության վահանակները նախատեսված են 19 քաղաքական ուժերի համար։ Քարոզչական ասելիքը բոլորի համար փոքր ձևաչափի է լինելու։ Մենք այնպիսի չափեր ենք սահմանել, որ բոլորին էլ տեղ կա հատկացված։ Մեկ այստեղ արդեն մնում է խմբակցությունները, կուսակցությունները իրենք դրսևորեն այնպիսի վարկագիծ, որ բարեխիղճ քարոզարշավ իրականացնեն, մեկը մեկի նկատմամբ որևէ առավելություն կամ ենթադրյալ առավելություն կամ որևէ այլ գործողություններ չիրականացնի։ Վահանակների չափերը թեև նեղ են ու փոքր 19 քաղաքական ուժերի նյութերը տեղավորելու համար, բայց հարմար տարբերակ են ընտրական գործընթացների ավարտից հետո հեռացնելու համար։ Ընտրապայքարում եղած ամեն մի կուսակցության ու դաշինքի այդ 4 ֆորմատի մեկական պաստառ փակցնելու տեղ է հասնում։ Գյումրիի 23 հասցեներում քաղաքապետարանը քարոզչական վահանակներ է տեղադրել։ Դրանցից դուրս փակցված պաստառներն ըստ կարգի ենթակա են հեռացման։ Բայց թե ով է նայելու վերահսկելու գործընթացները պարզվում է մեկ կառույցի պատասխանատվության չէ։ Դա օրենքով կարգավորվում է, անվճար տեղերը կոնկրետ մենք հատկացրել ենք դրանից դուրս, եթե որևէ պաստառ է փակցվում, հետևողական ենք լինելու եւ դրանք հեռացվելու են։ Չնախատեսված վայրերում փակցված պաստառները հեռացվելու են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեզ հանդիպումների ժամանակ եւ դասընթացներ են անցկացրել իրանք հայտնել են, որ վերահսկողությունը իրականացնում է ոստիկանությունը եւ մենք համայնքապետարանները նաեւ իրավունք ունենք, եթե չթույլատրված վայրում է փակցրած, մենք դիմենք ոստիկանությունը դրանք փողի հանի։ Եթե ոստիկանությունը չի անում, կարող ենք համայնքապետարանը հետո այդ կուսակցությանը գրավոր տեղակ բայր արեք ձեր վահանակները հանեք։ Իսկ վարչական տարածքներում թե քանի վահանակ է տեղադրվում կախված է բնակավայրի բնակչության թվից։ Ախուրյանի համայնքապետարանը նույն հավասարության ու մատչելիության սկզբունքով է բաշխել տարածքները, որոնք անվճար են տրամադրվում բոլոր քաղաքական ուժերին։ Միայն Ախուրյան շրջկենտրոնում 5 տեղ է առանձնացվել, Ազատանում 2-ը։ Ընդհանուր Ախուրյանի տարածաշրջանում վահանակների քանակը 38-ն է։ Մեր բոլոր վարչական բնակավայրերում նույն չափի, նույն որակի, նույն ցուցանակներն են կախված, եւ այս ցուցանակի չափերը հաշվարկած է, որ բոլոր 19 կուսակցությունները մեր համայնքապետի որոշումով սահմանված չափերով իրենց պաստառները տպագրելու դեպքում, այսինքն 30-35 սանտիմետր չափերի, բոլորին է հավասարաչափ կտեղավորվի 3 շարքով այս վահանակի վրա տարածքը նորմալ է։ Բոլոր կուսակցությունները իրենց գրանցման ժամանակ այդ բոլոր տեղեկատվության մասին իմացել են, ողջ փոփոխությունների եւ իրենց իրավունքների ու պարտականությունների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրենց համացանցային կայքում հրապարակում է անհրաժեշտ տեղեկատվություն, ընդհանրապես պետք է ծանոթանալ եւ ընձեռված հնարավորություններից օգտվել, չվերազանցելով ընտրական օրենսգրքով սահմանված կարգը։ Առայժմ վահանակները դատարկ են անվճար քարոզչության տարածքների տեղերին երևի դեռ ծանոթ չեն կամ հակված են ավելի մեծ պաստառների տեղերը զբաղեցնել, որոնք պարզ է որ անվճար չեն, բայց կենտրոնական հատվածներում են եւ ավելի բարձր դիրքերում են տեսանելի վայրերում։ Դրանք թիմերի կարգավորման տիրույթից դուրս են, մասնավոր ընկերություններն են գումարով տրամադրում, բայց դա չի ազատում ընտրական օրենսգրքով սահմանված կարգին ենթարկվելուց։ Պետք է հստակ իմանանք, որ կոնկրետ պետք է լինեն նաև խտրական վերաբերմունքի բացառումը այստեղ եւ պետք է հստակ լինի վճարովի յուրաքանչյուր պաստառի հրապարակում, յուրաքանչյուր 5 քառակուսի մետրը գերազանցող պաստառի հրապարակում տեսանելի վայրում պետք է այդ գումարի ծախսը ներառված լինի կուսակցությունների համար բացված հիմնադրամների հաշիվներում։ Եթե որևէ կերպ, որևէ մեկի կողմից մենք կունենանք ահազանգ, որ որևէ պաստառ հրապարակվել է, այնինչ իրենք գիտեն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալ վայրերի համար նախատեսված հատվածում չէ կամ իրենց հիմնադրամում ներառված չեն այդ ծախսերը, կարող են ահազանգել, մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին կտեղեկացնենք եւ համապատասխան քայլեր կձեռնարկվեն կամ հեռացնելու կամ ծախսերի մեջ ներառելու առումով։ Տիպ 30 ընտրատարածքային հանձնաժողովը, որը համակարգում է Աշոտսկի, Ամասիայի եւ Ախուրյանի ընդհանուր 63 ընտրատեղամասերի աշխատանքը, գյուղական բնակավայրերի համար էլ կենտրոնական մասերում մեկական տեղ է հատկացրել քարոզչական նյութերի անվճար տեղադրման համար։
Սա ևս ազգային ժողովի ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում արված փոփոխություններից է։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։